Կոռուպցիոն սխեմաներ, թալան, բռնագանձումներ, ԱԺ-ում շարունակվել է գլխավոր դատախազի տարեկան զեկույցի քննարկումը։ Աննա Վարդապետյանը պատասխանել է նախորդ նիստին հնչեցված մի քանի հարցի, նոր մանրամասներ հայտնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքի գործով, նաև տեղեկացրել, որ հայցը հրապարակային դատաքննության փուլում է։ Հայցը գտնվում է դատարանում, հրապարակային դատաքննության փուլում։ Այսպես, պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Հասարակական քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը քաղաքացիների ընդունելության շրջանակում ԱԺ-ում էր քննարկելու վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացը։ Վարչապետի թեկնածու առաջադրելու տրամադրություն չունեն, դա падգամավորների գործն է։ Նա նշել է, որ այսօրվա եւ առաջիկա հանդիպումների մասին տեղեկացել է ԱԺ կայքից, որտեղ տեղեկություն է հրապարակված, որ ԱԺ-ում փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանը եւ Հակոբ Արշակյանը, ինչպես նաեւ հանձնաժողովները ընդունելություն են կազմակերպում քաղաքացիների համար։ Նա էլ որպես քաղաքացի գրանցվել եւ եկել է նրանց հետ հանդիպման։ Լրագրողների հետ զրույցում Ղազարյանը նաեւ անդրադարձել է մեկնաբանություններին, թե գործընթացն անլուրջ է, նախադրյալներ չկան եւ արդյոք Ռոբերտ Քոչարյանին դիմել է այդ հարցով։ Գիտեք ինչ, այդ ընթացքում տարբեր մարդիկ տարբեր բաներ են ասում, բոլորին կարծում եմ պետք չի տրվել այդ մեկնաբանություններին ամեն ինչին արը, մանավանդ որ այդ մեկնաբանությունները իրենք են տեղով անլուրջ։ Ես ուզում եմ հասկանամ, եթե մի բան վերաբերվում է падգամավորի իր պարտականությունների կատարման սահմանադրական կարգավորումն է, դրա անլուրջը ո՞րն է։ Ոնց կարա դա համարվի, ասում են, որ այս պահին նախադրյալներ չկան։ Դե որ պահին կա, 2022 թվականի օգոստոսի 2-ից իրենք դա անելու իրավունք ունեին, 2022-ից մինչև հիմա որ չեն արել, ոչ մի անգամ դրա նախադրյալները չի եղել, այն որովհետև այն նախադրյալները, որ իրենք վկայակոչում են, դրանք բազմիցս եղել են, ասում են փողոցում լինի անհրաժեշտ թվով մարդ։ 2022 թվականի սեպտեմբերին հիշեք ինչքան մարդ էր հավաքված ստե։ Ռոբերտ Քոչարյանը ձեզ ուղիղ ասել է, որ իմպիչմենտին իրանց դաշինքը չի միանալու։ Ռոբերտ Քոչյանը դա չէր կարող ասել, որովհետև Ռոբերտ Քոչյանը ազգային ժողովի падգամավոր չի։ Մենք Ռոբերտ Քոչյանին այդ հարցով չենք դիմել, մենք այդ հարցով դիմել ենք միայն ազգային ժողովի падգամավորին։ Ռոբերտ Քոչարյանը դաշինքի ղեկավար չի, Հայաստան դաշինք գոյություն չունի, ընտրություններից հետո գոյություն ունի Հայաստան խմբակցություն, որի ղեկավարը ոչ թե Ռոբերտ Քոչյանն, այլ Սեյրան Օհանյանը։ Վաղ առավոտից նույն ինտենսիվությամբ սկսվել են Մարմարիկում մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2 տարեկան երեխայի որոնողական աշխատանքները։ Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքներում ներգրավված են մեծ թիվ ուժեր, փրկարար ծառայությունից մինչև ոստիկանություն։ Անդրադառնալով երեխայի պապիկին հեռախոսահամարին ստացած զանգին, երբ երեխայի լացի ձայն են միացրել ու անջատել, ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը նշել է, որ ճշտվել է ահազանգողի ինքնությունը։ Երեխայի կորելու դեպքի հետ զանգը որևէ առնչություն չունի։ Նախորդային քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 57 դեպք, Երևանում 44, Արմավիրում 1 դեպք, Արագածոտնի մարզում 2, Լոռու մարզում 4, Տավուշի մարզում 2, Կոտայքի մարզում 3, Արարատի մարզում 1 դեպք։ Ներքին գործերի նախարարությունն ահազանգեր է ստացել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել են ծառեր։ Բոլոր ահազանգերին փրկարարներն արձագանքել են ցուցաբերելով համապատասխան օգնություն։
Վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի վերաբերյալ նամակը քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ստացել է, բայց չի արձագանքել։ Լրագրողների հետ զրույցում Եղոյանն ասել է, որ տարիներ շարունակ քաղաքացիներն իրեն նամակներ են գրում, որոնք ավելի անկարևոր չեն, քան Էդգար Ղազարյանինը։ Դա պարզապես ձեր օրակարգում է, ասել է պատգամավորն ու հարցրել, արդյոք reality show են անում։ Impeachment-ը վարչապետի։ Նամակը ստացել եք, Էդգար Ղազարյանը։ Լավ չի, իջեք, դες լավ չի, իջեք բանում։ Գնում ենք ընդդեմ։ Լավ, եկեք բաների մոտ հանգիստ։ Ոչ, որովհետև սա շոու չի, սա լրատվության կարիք կա, հլով ժողովուրդ ինչի խորցոքվում։ Հիմա դուք ստացել եք։ Չհասկացաք ինչ եմ ասում։ Իհարկե դուք գիտեք այդ հարցի պատասխան, ինչ եք այդ հարցը տալիս։ Որտեվ բոլոր 107 պատգամավորներին ուղարկվել է, չեմ արձագանքել։ Որևէ ձևով կքննարկեք այդ որ ձեզ ուղղվել է նամակը։ Մենք հիմա դուք հիմա reality show եք կազմակերպում, թե ինչի մասին եք խոսում։ Այսինքն քաղաքացին նամակ է գրել պատգամավոր։ Այդ նամակի ճակատագիրը չհասկանաք, ինչ է կարևոր։ 4 տարիից 6 տարիից քաղաքացիներ նամակներ են գրում։ Ո՞ր մեկի մասին եք հարցնում։ Ձեզ թվում է մյուս քաղաքացիները ավելի անկարևոր հարցեր են բարձրացնում։ Ոչ, պարզապես դա ձեր օրակարգում է այսօր։ Հա։ Պարոն Եղոյան, երբ տարիներ առաջ Չէ, ես չի որ այս թեմայից խուսափում, ուղղակի եթե շոուի կարիք ունեք, ինչպես։ երբ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը նման նախաձեռնությամբ էր հանդես գալիս, չունենալով խորհրդարանական մեծամասնություն, շոու էր անում։ Նիկոլ Փաշինյանը շոու չէր անում։ Բա ինչն է։ Որովհետև գործողության շոուն ինքը ոչ թե գործողության ֆիզիկական, տեխնիկական կողմն է, այլ դրա քաղաքական կոնտեքստը։ Քաղաքական կոնտեքստից կախված է գործողությունը կարելի որակել կամ շոու կամ քաղաքական գործընթաց, նույն գործընթացը տարբեր քաղաքական կոնտեքստներում կարող է մի դեպքում լինել շոու, այսպես դիտումների եւ այլի համար, մյուս դեպքում կարող է լինել քաղաքական գործընթաց։ Պատիվ ունեմ խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում արձագանքել է քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի հայտարարություններին իր գույքի ծագման վերաբերյալ։ Թովմասյանն ասել է, որ առաջիկայում էլ պատրաստվում է գնել 4-րդ բնակարանը եկամտահարկի օրենքից օգտվելով, պետք լինի 5-րդն էլ կգնի։ Հիմա ես ուզում եմ Հայկ Կոնջորյանին, Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին հայտարարել, որ ես ժողովուրդ օրաթերթի հիմնադիրս, այո, ունեմ բնակարաններ, որից մեկը ժողովուրդ օրաթերթի խմբագրությունն է, ես ունեմ 2 բնակարան, որը իմն է եղել մինչև իմ ամուսնանալը, ամուսնանալուց հետո ամուսնուս հետ մենք գնել ենք եւս 1 բնակարան։ Եվ առաջիկա 3-ն ունեմ։ Առաջիկայում պատրաստում եմ գնել 4-րդն Արեգ ջան, եկամտահարկից օգտվելով, ինչպես բոլորը։ Եվ դա հատուկ Նիկոլ Փաշինյանը թող իմանա եւ իր թիմակիցները, որ 4-րդ բնակարանն եմ գնելու։ Պետք լինի 5-ն էլ կառնեմ, որովհետեւ ես իմ հայրենիքում եմ պատկերացնում հետագա կյանքը եւ ես ուզում եմ իմ երեխաները ունենան ապագա։ Հա, 3 բնակարան, որից մեկը ժողովուրդ օրաթերթի խմբագրությունն է, 2-ն էլ Երևանում են եւ մենք դրանք օգտագործում ենք եւ լավ ենք անում։ Մյուսն էլ մինչեւ ամուսնանալն եմ ես ունեցել, այո, իդեպ բոլոր բնակարանները գնել եմ, բոլոր բնակարանները հասկացա հարցը, բոլոր բնակարանները ձեռք եմ բերել հիպոթեկով, ամեն բնակարանի համար վճարելով 10 եւ ավել տարիներ եւ վերջին հիպոթեկը դեռ 38 միլիոն դրամ ունեմ վճարելու առաջիկա 15 տարում, այնպես որ կարող են հանգիստ լինել։ Ինչպես արդեն գիտեք, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ազգային ժողովում ներկայացրել է, թե գլխավոր դատախազությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով ինչ է պահանջում բռնագանձել Ռոբերտ Քոչարյանից եւ նրա հետ փոխկապակցված անձանցից։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի էջում հրապարակել էր արդեն ավանդական հատիկ առ հատիկ շարքի հերթական նորությունը։ Թեմային Լոս Անջելեսից հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ։ Պետությունից գողանալու, այսպես ասած, ալան-թալանի թեման ժամանակ առ ժամանակ քաղաքական լեզվակռվի շարժառիթ է հանդիսանում։ Եթե չասեմ պոպուլիստական, ապա գոնե բոցավառ ելույթների պակաս գոնե այս թեմայով մենք չունենք։ Ճիշտ հասկացեք, ես ոչ թե ճոր կասկածի տակ եմ դնում Հայաստանը թալանելու հարցը կամ նսերմացնում եմ հմուտ թալանչիների վաստակը, ոչ, պարզապես բարձրագույն ամբիոններից
Ալան Թալանի արդյունքների մասին խոսելուց հետո մանավանդ որոշակի բարձր տոների մեջ ես հարց եմ բարձրաձայնում։ Տղեկ, ում վրա եք մունատ գալիս։ Լսեք, որ գյուղ գնում մտնում եմ, ես արդեն չեմ կարող։ Ասում են այդ Քոչարյանը խի ազատության մեջ, այդ Սերժ Սարգսյանը խի ազատության մեջ, դրանք խի են ազատության մեջ։ Ինձ արդեն, չգիտեմ, արդեն վախենով եմ գյուղ մտնում, ասում են կարող է նրա համար, որ Ռոբերտ Քոչարյանը ազատության մեջ է, ես այս շաբաթներով, շաբաթ կիրակի, ես չեմ հասկանում այս ֆենոմեն, ասում եմ Ժողովուրդ ջան, դե ասֆալտ են կարել, դե դպրոց են կառուցել, դե մանկապարտեզ, դե պրոբլեմ կա, այնտեղ ջուրը, այնտեղ անվորա կա, այն, ասում են մի ծրի, Ռոբերտ Քոչարյանը ինչի է ազատության մեջ, չասեմ, չեն ասում Ռոբերտ Քոչարյանը, չեմ ասում ինչ են ասում, ասում են Սերժ Սարգսյանը ինչի է ազատության մեջ։ Այն մեկը ինչի այլ են անուններ տալիս։ Դե, այո, անուններ տալիս են, որովհետև ժամանակին անուններ են հնչել մեղադրականով։ Հասկանում եք, որ դրվագների մասին եմ խոսում, պետք է հասկանանք մի շատ պարզ ճշմարտություն։ Այն ինչ տեղի ունեցավ 2018 թվականին եւ դրանից հետո, դա առաջին հերթին հենց ձեր նշած մարդկանց պատասխանատվության ենթարկելու համար էր։ Տարիներով տարբեր հարթակներից հնչել են մեղադրականներ, թալանեցին, տարան, կողոպտեցին, մսխեցին, կեղեքեցին, թալանեցին, ինչ է, խաբեցին, բա ասում էիք պողպատի մանդատ, թավիշի ավարտ, տվեք մեզ պողպատը, տվեցին, բա ինչ եղավ հետո։ Մենք բռնող չենք, ժողովուրդ, քաղաքական իշխանությունը բռնող չի։ Մենք պետք է պահանջենք իրավապահ դատա իրավական համակարգից լինել համապատասխան իրավական պետությանը դատա իրավական համակարգ։ Իրավականը, իրոք, շատ լավ է, իրավականը ինչ-խոս գովելի է, բայց ինչպես փորձն է ցույց տալիս, այս առնվազն 7 տարվա մեջ մենք ինչ-որ առանձնակի հաջողություններ չեն գրանցել այս բնագավառում։ Իհարկե, արդարության համար ես պետք է նշեմ, որ այո, ինչպես գիտեք, տիկին Վարդապետյանն էլ, պարոն վարչապետն էլ հաճախ գրառումներով են հանդես գալի, ես վերջերս պարոն Փաշինյանը Facebook-յան հրապարակումների մեջ հերթական անգամ օգտագործեց հատիկ առ հատիկ հեշթեգը, որը ներկայացնում է Հայաստանի Հանրապետությանը վերադարձված այս կամ այն գույքը, որը ենթադրաբար կամ արդեն փաստացի ապօրինաբար է վաստակվել։ Իհարկե հրապարակումներ են լինում նաև նրա մասին, որ հաշտություն է եղել կողմերի միջև, ինչ-որ բան են վերադարձել պետության եւ այսպիսով պատասխանատվության չեն ենթարկվել։ Տիկին Վարդապետյանն էլ ազգային ժողովի ամբիոնից ներկայացրեց տվյալներ, որոնք ընկերներ մեղմ ասած թախից են առաջացնում։ Պատասխանողներ Ռոբերտ եւ Բելլա Քոչարյաններից, Սեթրակ Քոչարյանից եւ Զարուհի Բադալյանից, Լևոն եւ Սիրանուշ Քոչարյաններից, Գանե Քոչարյանից եւ Վիգեն Չատինյանից, Հօգուտ Հայաստանի Հանրապետության դատախազությունը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցով պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, 2 գույքի գնման իրավունք, ավելի քան $3 միլիոն, 985 միլիոն դրամ արժեքով ձեռք բերված պարտատոմսեր, ավելի քան $1.4 միլիոն չափով ավանդ, 15 իրավաբանական անձում մասնակցություն, իրավաբանական անձանցից են Nairi Insurance, Toyota Երևան ընկերությունը, Target Group-ը եւ մի շարք այլ ընկերություններ, ավելի քան $4 միլիոն, 8.3 միլիարդ դրամի, 260 միլիոն ռուբլիի եւ շուրջ 590,000 եվրոյի չափով փոխառությունների պահանջի իրավունք, 2 տրանսպորտային միջոց, ավելի քան 3.8 միլիարդ դրամին համարժեք գումարով գույքերի ձեռքբերման արժեքներ եւ ավելի քան 20 միլիարդ դրամ։ Սա ընդհանուր այս պահին դատարանում գտնվող հայցագինն է Ռոբերտ Քոչարյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց մասով։ Բարեկամներ, կրկին, այն որ մեր բոլորի հայրենիքը, այս մի բուր երկիրը մեղմ ասած թալանվել է, այն որ առանձնապես աշխատանքի կամ գոնե արդար աշխատանքով աչքի չընկնող մարդիկ միլիարդատերեր են դարձել, հսկայական կարողություններ են դիզել Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս, դա համենայն դեպս շարքային հայ մարդը թեպետ իրավական գնահատականներ տալու իրավունք չունի, բայց գոնե ներքուստ ինքը չի կասկածում։ Բայց երբ խոսքը գնում է պատասխանատվության ենթարկելու մասին, հատկապես ձեզ ծանոթ խոշոր խաղացողների մասին է խոսքը, ես անուններ եթերում չեմ ուզում տալ, այդտեղ է, որ հռետորաբանությունը կտրուկ փոխվում է եւ հետաձգվում է, այս դատը հետաձգվում են, մենք տեսնում ենք անգամ ցինիկ վերաբերմունքներ դատարանում եւ այսպես շարունակ։ Ու
Այս պատմության մեջ, հարգելի բարեկամներ, ցավալի է նաև այն փաստը, որ իրավական իմպոտենցիան շարունակվում է։ Տարիներով հետաձգվող գործերը, ցինիկ վերաբերմունքը դատարանում եւ ոչ միայն, պողպատի մանդատը, Թավիշի ավարտը, իրավական եւ ուժային կադրերի անդադար փոփոխությունները, դժգոհ ենք սրանից, դժգոհ ենք դրանից, լավ չի աշխատում սանը եւ այսպես շարունակ, ու որպես կանոն ընդդիմադիր դաշտից հեգնանք ու հեգնանք։ Դե բնականաբար, ես այսպես եմ առաջարկում, թեպետ հրապարակումներում խոսել եմ սրա մասին, կամ մարդկանց ում հասցեին հնչում են մեղադրականներ, պետք է հստակ գնահատական տրվի իրավական, կամ պետք է արդարացվի։ Չի կարող տարիներ շարունակով մեղադրական եզրակացությամբ գնան։ 2021-ին, հարգելի բարեկամներ, դուք մեր ժողովրդից, վիրավորված ինքնասիրությամբ ժողովրդից, խնդրեցիք պողպատյա մանդատ, եւ ժողովուրդը տվեց այն ձեզ։ 2026 թվականը սարերի ետևում չէ, հետաքրքիր է, այս անգամ ինչ եք ուզելու ժողովրդից, մտածեք այդ ուղղությամբ։ Խորհրդարանում թեժ էր Հայաստան խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ելույթի ընթացքում անդրադառնալով Լևոն Քոչարյանի ելույթին կոչ է արել չափերը ճանաչել, ապա Քոչարյանը հակադարձել է, լեզվակռիվ է սկսվել, հնչել են սպառնալիքներ։ Դահլիճում իշխանական ու ընդդիմադիր պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղդ նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղծ բան էի ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ։ Լսի դու տեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի։ Հանգիստ։ Հանգիստ պահ եղել։ Հանգիստ, 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 ուրեմն հանգիստ, սիրելի հանգստացեք մի։ Տեղի ունեցածը ցավալի է որակել մարդու իրավունքների պաշտպանը։ Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Անահիտ Մանասյանն ասել է, որ սա ցույց է տալիս մեր երկրի հեղինակությունը եւ մոտեցումը տարբեր խնդիրներին։ Պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանրապես խուսափենք այս ամենից, ընդ որում այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր ունենք, այլ այն բոլոր երևույթները վերացնելու, ասել է պաշտպանը։ Իրապես ինձ համար շատ ցավալի է, որ մենք պարլամենտում կարող ենք ունենալ նման միջադեպեր, որևէ կերպ կարող ենք ունենալ նման միջադեպեր։ Եվ ըստ էության ես հատուկ նշեցի, սա բոլորիս ամոթն է, որովհետև սա նաև ցույց է տալիս մեր երկրի հեղինակությունը եւ մոտեցումը տարբեր խնդիրներին, ու այո, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ընդհանրապես խուսափենք այս ամենից։ Ընդ որում նորից եմ կրկնում, այստեղ ոչ թե որևէ մեկին թիրախավորելու խնդիր բոլորս կարծում եմ այս պահին ունենք, այլ այս բոլոր երևույթները վերացնելու խնդիր։ Ես դատապարտում եմ ընդհանրապես այս տեսակի վարքագիծը ազգային ժողովում եւ բնականաբար թե քաղաքական մեծամասնությունը, թե քաղաքական ընդդիմությունը կրում են հստակ պարտավորություններ չթույլատրելու ընդհանրապես նման միջադեպերի առկայություն եւ ես օր առաջ կարեւոր եմ համարում էթիկայի մշտական հանձնաժողովի ձևավորումը ազգային ժողովում, որովհետեւ ես վստահ եմ, որ դա հնարավորություն կտա բազմաթիվ խնդիրների լուծումներ գտնել։ Դա կարող է լինել մարմին, որը իրավասու կարող է լինել նման դեպքերով քննություն իրականացնել։ Հիմա ոչ ես, ոչ որևէ այլ մարմին, եթե իհարկե հանցագործության մասին չէ խոսքը, վարքագծի կանոնների, էթիկայի կանոնների խախտման մասով չենք կարող որևէ ինքներս քննություն, վերջնական եզրահանգումներ իրականացնել, որովհետև իրավասու չենք։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հետ։ Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին։ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաև Ղազախստանի աջակցությունը ուղղված երկու երկրների միջև կառուցողական երկխոսությանը։ Ալեն Սիմոնյանը նաև ընդգծել է, որ մեր երկիրը շահագրգռված է առևտրատնտեսական ոլորտում երկկողմ համագործակցության ակտիվ ընդլայնմամբ։ Մարմարի գյուղում 11-րդ օրն է փնտրում են երկուամյա Տիգրանին, որոնողափրկարարական աշխատանքներում ներգրաված է 100-ից ավելի փրկարար։ Օդում, ջրում, ցամաքում կամավորներից մինչև փրկարարներ ամեն վայրկյան սպասում են վերջին օրերի ամենակարևոր տեղեկատվությանը ողջ ու առողջ գտնել փոքրիկին։ Հարազատները, գյուղի բնակիչներն ու փրկարարները մեկտեղել են ջանքերը։ Հնարավոր առևանգումից մինչև տան հարևանությամբ հոսող գետ ընկնելու վարկած բոլոր տարբերակները քննարկվում է։ Մարմարիկում տիրող իրավիճակն առանց մեկնաբանության։ Առավոտից ժամը 7-ից սկսել ենք որոնողական աշխատանքները, ներգրաված են ներկապային շուրջ 100 փրկարար ծառայողներ, որոնք ինչպես Մարմարիկ բնակավայրում, այնպես էլ Մարմարիկ գետի երկայնքով և աղբյուրակի ջրամբարում ներկապային իրականացում են որոնողական աշխատանքներ, ներգրաված են ջրասուզակներ, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, հատուկ նշանակության փրկարարական ջոկատից, մոտորանավակներ, մենք աղբյուրակի ջրամբարում հիմնականում մեծ ուժեր ենք ներգրավել, քանի որ այսօր արդեն 12-րդ օրն է, հավանական հնարավոր է, որ արդեն ինքը աղբյուրակի ջրամբարում մենք կարողանանք ինչ-որ արդյունքի հասնել, բայց մենք նաև բնակավայրում ինչքան շենք շինություններ, հարակից տարածքներ կան, նաև մեր փրկարարները ներկապային ինտենսիվ ձևով այնտեղ են իրականացնում այդ որոնողական աշխատանքները։ Ոչ մի նորություն չունենք։ Սպասողական վիճակ է։ Մեզ էլ սիրտ չունենք, որ ամեն կալացողին պատասխանատվությամբ կամ խոսենք։ Ասվել էր, որ ինչ-որ տարօրինակ զանգեր եք ստացել, դրանք շարունակվում են։ Ես չեմ ստացել, Ազի ջան, ես։ Ձեր որդիներ ստացել, շարունակվում են այդ զանգերը, թե մի չկա։ Մի զանգ չկա։ Այսօր 10-րդ օրն է, չէ՞ լրացել։ 10-ը լրացել է։ Իսկ հիմնական վարկածը ո՞րն է շարունակում մնալ։ Դե քանի որ չգիտենք ճիշտը, մեր համար բոլոր վարկածներն էլ ընդունելի են։ Երեխեմ ստեյց են գործել են, բայց չգիտենք ինչ ուղղությամբ ակնած է, ինչ է։ Ոչ մի բան էլ կոնկրետ չի, որովհետև գելը որ գետի հույսով են, որ գետի մեջն է, ուզում ենք հայտնաբերեն, որ մի բանով հանգստացնեն ժողովրդին։ Մինչև չգտնվի, ոչ մեկ էլ հանգիստ չի նստի։
կոնկրետացված մի բան պետք է գտնվի, մի հատ հետք, մի բան պետք է հայտնաբերվի։ Իսկ այդ առևանգելու վարկածը կա դեռ Մեռնեմ սրտիդ, ուրեմն դա արդեն էս որ քանի օր չի գտնվում։ Մենք որ չի գտնվում ջրի մեջից էս 10 օրվա ընթացքում, մեր մտքով էլ անցնում որ մեր էս տերիտորիայում ինչը որ չի լսվել, չի տեսել, մենք չենք տեսել այս բան։ Առաջի անգամ լսում ենք որ կարող մեր յուղից երեխա գողացան, անետացան, որ չեն կարող գտնել։ Եթե ջրից ոչ մի հետք, այս 10 օրվա ընթացքում չեն գտնում, մարդ ամեն մեկս մի բան կարող է եզրակացնի։ Բոլորն էլ ման են գալիս սրտանց, բոլորն էլ ուզում են, որ մի նպատակա, որ ողջ առողջ գտնվի։ Ամիջը ոնց կլինի էլ չեմ կարող ասենք, փնտրում են։ Միակ ցանկությունը, որ ողջ առողջ գտնվի երեխեն Բոլորից հետո ուրիշ ոչ մի բան։ Վերև Աստված կա, էլի երևի գտնվի երեխին։ Ծնողները մեղք են, էլի ես։ Ահա որ բան է։ Յուղից են հա մարդիկ մասնակցում։ Անպայման, հա։ Սա Հայաստանն է մասնակցում, էլ աղբիկ է։ Երեկվա բուրըն միջադեպից հետո խորհրդարանն այսօր շարունակել է բնականոն աշխատանքը։ Հայաստան խմբակցությունն արտահերթին չի մասնակցել։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեկնաբանել է 3 կատարվածը, ասել, որ իրավիճակի թեժացման պատճառներից գլխավորը Ռոբերտ Քոչարյանի ապօրինի գույքի մասին խոսակցություններն էին։ Պատգամավորի խոսքով ընդդիմությունը վախենում է առաջնորդներից որևէ մեկին բերել ու կանգնեցնել այստեղ, որովհետև նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից որևէ մեկը քաղաքական առումով ի վիճակի չէ կանգնել խորհրդարանի առաջ։ Հարցին ինչու են սարսափած նախկին նախագահները, պատգամավորը պարզաբանել է քաղաքականությունից, պարլամենտարիզմից։ Այս ընդդիմությունը վախենում է իր առաջնորդներից որևիցե մեկին բերի կանգնացնի այս ազգային ժողովի առաջ, որտեղ նրանք հասկանում են, որ իրենց առաջնորդներից եւ ոչ մեկը քաղաքական առումով ի վիճակի չի ուղղակի կանգնի այս ազգային ժողովի առաջ պատասխանի հարցերի ու լսի ելույթներ։ Ի վիճակի չի Ռոբերտ Քոչյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց, Սերժ Սարգսյանը սարսափած է այս ամբիոնի մոտ կանգնելուց։ Եթե նրանք գտնում են, որ այտենց չի, թող գան, կանգնեն։ Իրենց խմբակցությունները լրիվ ի վիճակի են այդ ստորագրությունները հավաքել ու իրանց ներկայացնել այս ամբիոնի առաջ։ Եթե սարսափած չեն, քաղաքական առումով այս ազգային ժողովի առաջ կանգնելուց, թող գան։ Բայց իրանք սարսափած են։ 200 միլիարդ դոլար հասկանում եք ինչի մասին եք խոսում, ժողովուրդ ջան, 200 միլիարդ դոլար մարդկանցից փող է պահանջվում, ասում մենք այդպես աշխատել ենք։ Այդ որտեղ եք աշխատել, օրինակ Ղարաբաղում ուսանող կամ դպրոցական ժամանակներում Ռոբերտ Քոչյանի մյուս տղեն, ասենք Տանզանիայում բաներ էր գնում, հա, բուկմեկերական ընկերություններ առում, բանից էին բերել, Աղդամից էին բերել, թե Հորադիսից էին բերել։ Այդ որտեղից էին բերել։ Հյուսեին Պողոտա ինչքան աշխատասեր է։ Այդ աշխատասիրության թեման այս վերջի օրին հեչ լավ բան չի, եկեք չբացենք, էլի ժողովուրդ ջան։ Այն, որ տարբեր երկրների խորհրդարաններում երբեմն ծեծկրտուք է լինում, գաղտնիք չէ։ Համացանցում եւս ժամանակ առ ժամանակ հայտնվում են նման կադրեր, բայց այդ հարցում մեր խորհրդարանականները հավասարը չունեն։ Քաշքշուկ, փոխադարձ սպառնալիքներ, հայհոյանքներ։ Իրավիճակին Լոս Անջելեսից հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խնդրեմ։ Շնորհակալություն, բարև ձեզ բարեկամներ, արդեն մի քանի օր է ինչ ազգային ժողովում իրար չէին ծեծել, չէին քաշքշել ու չէին հայհոյել։ Ինչ խոսք նման դեպքերում ասում են դա անդոր էր փոթորիկից առաջ։ Եվ այո, փոթորիկը եղավ,
ու դա հիրավի մի տորնադո էր, ինչ փոթորիկ, դա տորնադո էր, որը ուղեկցվում էր հայհոյա խառն սուլոցներով եւ ոչ միայն։ Կարծում եմ հիշում եք, չէ՞, մենք պայմանավորվել էինք, հարգելի բարեկամներ, որ ազգային ժողովի նմանատիպ միջադեպերի անդրադարձ կատարելիս պիտի սարկազմով ու հեգնանքի չափաբաժնով մոտենանք, որովհետև վաղուց արդեն այդ ամենը ինչ որ կատարվում է ազգային ժողովում եւ ոչ միայն այն սպառել է առողջ տրամաբանության ձևաչափը։ Դե այո, տեսախցիկների առաջ ես վերջերս չէին հայոյել, դա էլ եղավ, էլի, բարեկամներ, ես չեմ զարմանում, որովհետև մեր ազգային ժողովում տեսախցիկների առաջ ուղիղ եթերում երկրի վերնախավին են գնդակահարել։ Հայոյանքները ինչ է որ մի հատ էլ ազգովի ինչ որ վատ ենք մենք զգում։ Մեր ազգային ժողովում այդպիսի բաներ են եղել, բայց առնվազն ազգովի միասնաբար նողկում ենք, որովհետև այս դեմքերն ու դեմքերը իմ, ձեր, մեր երեխաների, մեր ծնողների, մեր տարեցների կյանքի որակն են, չէ, թելադրում։ Ազգային ժողովն է մեծ հաշվով երկրի օրակարգ թելադրող մարմինը, մենք պարլամենտական երկիր ենք, հիշեցնում եմ, էլի, բայց պարլամենտարիզմը եւ գողապետությունը ձեռքի բռնած դաշինք են կազմել ու ժողովրդի բարեկեցությանը կարծես թե հայտարարում են impeachment։ Ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու, ասի թուրք, որպես հայոյանք, դրա մերնել, հերնել, լավնել, ընտանիքնել։ Հիմա ինչ, պիտի քվեարկեն, քվորում կա, չնայած այս իրավիճակում ինչ քվորում։ Պահպանում ենք կոռեկտության սահմանները։ Հա, տեղը նստի ու մի խոսի, ես քո խոսալու ժամանակ ստեղծ բան էի ասում։ Հիմի կհանեմ կշպրտեմ դուրս դահլիճից։ Կհանեմ հիմա քեզ կշպրտեմ դուրս դահլիճից, որովհետև դու խանգարում ես իմ ելույթը Լևոն։ Հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, հանգիստ նստի տեղդ, մատդ էլ իջացրու։ Հանգիստ։ Քո խոսքը ինձ հաճելի չէր, բայց ես նստի տեղդ։ Լսի դու տեղից խոսացողին չես կարող ընդհատես, տեղդ նստի։ Հանգիստ։ Հանգիստ պահու եղել։ Հանգիստ։ 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 Ես հիշեցնեմ, որ ամեն բան սկսվեց Հայաստան խմբակցության падգամավոր Լևոն Քոչարյանի ելույթից եւ այն հայտարարությունից հետո, որ Փաշինյանը գիտեք, ասեմ, որ նախկին նախագահներին հրապարակային բանավեճի հրավիրում ուղիղ եթերում եւ ինչին երեք նախագահներն էլ վստահորեն ասում են ոչ, մենք խոսելու ոչինչ չունենք, մենք ինչ գանք, ինչ խոսենք, ինչ բանավիճենք։ Եվ Լևոն Քոչարյանն էլ իր հերթին ասում է, որ հայրը, ով 2008 թվականից նախագահ չի հանդիսանում, պետք է գա բանավիճի, ինչ բանավիճի եւ ում հետ բանավիճի, բնականաբար ազգային ժողովում այդ հայտարարությունից հետո իրավիճակը բավականին լարվեց։ Ամենայն հարգանքով, բայց այս ամբողջ տխուր իրավիճակում, հարգելի հայրենակիցներ, դուք կամ ձեզնից գոնե շատ-շատերը իրենց մեղքի չափաբաժինը ունեն։ Եվ հիմա փորձեմ բացատրել, թե ինչու։ Այս ազգակործան տեսարանների համար ամեն մեկը ձեր չափաբաժին պատասխանատվությունն է կրում։ Այս էժանագին սադրանքների, այս անկում խոստացող պահվածքի համար մենք որոշակի պատճառահետևանքային կապ ենք նկատել։ Տարիներ առաջ, երբ ձևավորում էինք ազգովի մեր խորհրդարանը, խոսքս 2021 թվականից հետո, զարգացումներն էին, ես այստեղ նստած Լոս Անջելեսի հենց այս տաղավարում կոչ էի անում մեր հայրենակիցներին, ասում էի, որ ժողովուրդ ջան, ով է լինելու իշխանությունը, դա պարզ է, դա ասում են հարցումները, դա ասում են մարդկանց տրամաբանության տրամադրությունները, դա ասում են փորձագետները, ոչ միայն հայկական, այլ լուրջ փորձագետները, իշխանությունը կարողանալու է մնալ իր դիրքում, դուք պիտի ընդդիմությունը ձևավորեք, այս քվեարկությունը 21 թվականի մասն էր խոսքը, պետք է ընդդիմության ձևավորման քվեարկություն լինի, ինչ եղավ, դե գնացեք ընտրեք այն ուժերին, ասում եմ ես, որ իշխանության այդ առողջ բանավեճ կարողանա կազմակերպել, որ ոչ թե սադրի կամ քանդի, ոչ թե իմ օրոք, ձեր օրոք, մեր օրոք, ձեր օրոք խաղի մեջ մտնի, այլ կարողանա իրապես գործառու քայլեր իրականացնել,
Ինչ եղավ, գալիս էին մեքենայի սակերն էին վնասում, մեքենաս էին վնասում։ Ով տուժեց արդյունքում, տուժեցինք մենք բոլորս։ Մեր ժողովուրդն է չէ ձևավորել այս խորհրդարանը։ Համենայն դեպս 2021 թվականի ընտրության արդյունքները որևէ մեկը կասկածի տակ չի դրել։ Հիմա ումից ինչ ենք պահանջում։ Իսկ իշխանության համար, քանի որ մենք դասականներից հաճախ ենք խոսում մեր հաղորդման ընթացքում, ես կցիտեմ հայտնի մի դրվագ։ Չաշխատեցիր ամռանը, ասա ի՞նչն էր պատճառը։ Դե հիմա թռի վեր-վերի, քամին ծափ տա, դու էլ պարի։ Մտածեք այս ուղղությամբ։ Կոնյակի արտահանման հետ կապված խնդիրներն ամբողջովին դեռ չեն լուծվել։ Որոշ մեքենաներ շարունակել են ճանապարհը, բայց ամբողջովին հարցը չի լուծվել։ Նորից կայցելի էկոնոմիկայի նախարարը Վրաստան տեղում հասկանալու պատճառները։ Որոշ մեքենաներ թողնվել են, բայց ցավոք սրտի պետք է արձանագրենք, որ խնդիրը լուծված չէ, որտեղ խնդիրի լուծում դա նշանակում է ինստիտուցիոնալ նախ հասկանանք թե ինչն է պատճառը, այս պայծրությամբ մեր դեռևս հանդիպել եք, բանակցել եք, շատ լավ։ լուծել եք խնդիրը հիմա։ Չէ, ես ասել եմ, հանդիպել եմ, բանակցել եմ, խնդիրը դեռևս լուծված չէ։ Ես ազգային ժողովում այնքանով, ինչքանով, որ ասեցի, էլի մի քանի մեքենա այս պարագայում էր, բայց մենք շարունակում ենք խնդիրը ոչ ամբողջական մնալ լուծված։ Եվ այստեղ անկեղծ պիտի լինեմ, պատճառները մեզ համար անհասկանալի են եւ փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել եւ ուզում եմ նշել, որ առաջիկա օրերին ունենք նախնական պայմանավորվածություն, թերևս նորից ես այս անգամ կայցել եմ Վրաստանի Հանրապետություն եւս մեկ անգամ հարցերը արդեն տեղում լուծելու հասկանալու համար։ Լավ լուր վարորդական իրավունք ստանալ ցանկացողների համար։ Քննությունից բացասական ստացողները 45,000 դրամ վճարելով կարող են հաջորդ օրը վերահանձնել։ Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարը ներկայացնելով ոլորտը կարգավորող հավելյալ հնարավորությունը։ Արփինե Սարգսյանը հստակեցրել է, որ սա հավելյալ հնարավորություն է քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ ժամանակը պահպանվում է։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում են հնարավորությունը։ Որոշման նախագիծն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից։ Առաջարկում ենք այս օրենսդրական նախաձեռնությամբ կիրառել վարորդական վկայականների ստացման համար նախատեսված տեսական եւ գործնական քննությունների համար։ Ինչ իրավիճակ ունենք այս պահին, առաջին անգամ երբ որ անձը բացասական գնահատական է ստանում թե տեսական թե գործնական քննության տեսանկյունից, հաջորդ ամենասեմ ժամկետում հնարավորություն դա 1 շաբաթ անց վերահանձնելն է տեսական եւ գործնական քննության, բայց ունենում ենք բազմաթիվ խնդրանքներ, դիմումներ մեր քաղաքացիներից, որ պատրաստ են արագացված ծառայություններ ձեռք բերել եւ դրա դիմաց ոչ թե 7 օր անց հանձնել, վերահանձնել քննությունը, այլ օրինակ պայմանական հաջորդ օրը կամ 3 օր հետո կամ 4 օր հետո, որովհետեւ լինում են իրավիճակներ, երբ որ կարիք կա մի կողմից հարմարավետության տեսանկյունից ավելի արագ հանձնել քննությունը, մյուս դեպքում կարիք կա գործնական առանցությունից ելնելով քննությունը հանձնել շատ ավելի սեմ ժամկետում։ Ըստ այդմ առաջարկում ենք առաջին անգամ բացասական ստանալու դեպքում հաջորդ օրը քննությանը մասնակցելու համար սահմանել հավելյալ վճարով քննությունը հանձնելու հնարավորություն, այն կկազմի 45,000 ՀՀ դրամի չափով եւ առաջին անգամ բացասական ստանալու դեպքում եթե ոչ թե հաջորդ օրը անձը ցանկություն ունի, այլ երրորդ օրը, ապա այս դեպքում կրկին էքստրա վճարի տրամաբանության մեջ եւս 30,000 ՀՀ դրամ վճարելու պայմանով անձը կարող է շատ ավելի սեմ ժամկետում հանձնելու քննությունը։ Բայց ուզում եմ նորից շեշտել, որ սա հավելյալ հնարավորություն է մեր քաղաքացիների համար, այսինքն ստանդարտ սպասելաժամանակը, որը 7 օր անց վերահանձնում է, սա պահպանում ենք։ Եթե անձը ցանկություն ունի եւ ունի հնարավորություն հավելյալ վճարի դիմաց ստանալու հավելյալ ծառայություն, ապա այս դեպքում թողնում ենք այս իրավական հնարավորությունը։ Նոր-Նորքի թաղապետարանն արձագանքել է վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանի հրաժարականի լուրերին։ Լրատվական բաժնից հայտնել են, որ Տիգրան Տեր-Մարգարյանը շարունակում է պաշտոնավարել, նշել են, որ եթե նման տեղեկություն լինի, կիմանանք։ Քաղաքապետարանի խոսնակն էլ իր էջում Նոր-Նորք վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ տեղեկացրել է, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։
Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում վարչապետը հանդիպել է Ադրբեջանի նախագահի հետ։ Կարևորվել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի համաձայնեցումը։ Կողմերը քննարկել են ընթացիկ վիճակն ու կարևորել ստորագրման ուղղությամբ գործընթացի շարունակականությունը։ Տիրանայում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի բացման արարողությանը։ Գագաթնաժողովի մասնակիցներին, այդ թվում վարչապետ Փաշինյանին դիմավորել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։ Նախ տեղի է ունեցել գագաթնաժողովի բացման արարողությունը, այնուհետև կայացել է մասնակիցների տեսալուսանկարահանման արարողությունը, ապա առաջին լիագումար նիստը։ Գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենում արտերկրի գործընկերների հետ։ Welcome to Albania. Välkommen in Albanien. Вітаємо в Албанії. Welcome to Albanian. У Албанію. Парі Калус, Албанія. Добродошли в Албанію. Нелудам Албанія. Мир Савіні на Шипрі. Ավելի վաղ Տիրանայում վարչապետը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի և Եվրահանձնաժողովի նախագահի հետ։ Քննարկվել են Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացման ուղղված օրակարգային հարցեր, անդրադարձել են հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրին, նաև խաղաղության խաչմերուկ նախագծին։ Փաշինյանը հանդիպել է նաև վարչապետի և արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Օրեր առաջ Մերձավանի դպրոցում կատարվածը պատմության ուսուցչուհու դեմ աշակերտների փողոցային ժարգոնով հայտարարությունները մեծ աղմուկ են բարձրացրել համացանցում։ Թեմային Լոս Անջելեսից հետևել է Ռաֆայել Մնացականյանը։ Ռաֆայել, խոսքը փոխանցում եմ ձեզ։ Շնորհակալություն, բարև ձեզ հարգելի բարեկամներ։ Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում կռիվ է ընկել։ Հարցը ասել է դասադուլին, Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունն է մեկնաբանում, անգամ վարչապետի աշխատակազմից են հնչել մեկնաբանություններ։ Ուսուցիչները, ծնողներն ու աշակերտները պնդում են, որ դպրոցի պատմության ուսուցչուհին Ընկեր Դավթյանը, ով 6 ամիս է ինչ դասավանդում է այդ դպրոցում, ուսուցչին ոչ հարիր վարք է դրսևորում, վիրավորում է աշակերտներին, ուսուցչական կազմին, ոչ պատշաճ կերպով է արտահայտվում անգամ արցախցիների հանդեպ։ Դարապես տեղեկությունները ինչքանով են հավաստի հարցի երկրորդ կողմն է, սա շատ նուրբ հարց է, մանավանդ որ երեխաներ են ներգրաված այս ուշագրավ տեսության մեջ, ուստի փորձենք միասին հասկանալ, ինչ է կատարվել իրականում, միևնույն ժամանակ կրկին կրկնվեմ, խիստ զգուշություն ցուցաբերելով։ Համացանցում ի դեպ ակտիվորեն տարածվում են հենց այդ դպրոցի աշակերտների կողմից արված կադրերը, որտեղ հենց աշակերտները մեկնաբանում են ուսուցչուհուն, բայց տեսնելով աշակերտների խոսքի տոնը, ձևաչափը, աշակերտների բառամթերքը ընդհանրապես որ օգտագործում են, մի տեսակ տարակուսանք ապրեցի։ Դու գիտեք, ես երբեք մեղավորներ չեմ ընտրում, դրա համար խորքային ու մասնագիտական ուսումնասիրություն է պետք անել, իսկ ես ոչ փաստաբան եմ, ոչ իրավաբան, ես պարզապես հետևում եմ իրադարձություններին եւ փորձում եմ մեկնաբանել այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, այն ինչպես է մանկավարժի ինստիտուտը ոտնահարվում, ուսուցչի կերպարը եւ ընդհանրապես ուսյալ մարդու կերպարը ինչպես է վարկաբեկվում, դա իրապես մտահոգիչ է։ Նայում եմ այդ մեղադրող երեխաներին ու մտածում եմ, իրանց այդ երեխաների նեղացնել կլինի։ Ես իհարկե Տիկին Դավթյանին չեմ ճանաչում, այդ մանկավարժի գործունեությանը չեմ տիրապետում, բայց ծնողների խիստ բորբոքված մեղադրականները լսելով պարզապես ապշած եմ։ Բարեկամներ, մի շարք մեղադրանքների մեջ առանձնացել եմ հետևյալը. մեղադրում են ուսուցչուհուն ծամոն, նույն ինքը մաստակ ծամելու մեջ։ Մաստակ է ծամել։ Այդ խեղճ ուսուցչուհին էլ արցունքները աչքերին կարծես արդարանում է։ Մաստակը հիգիենիկ նշանակություն ունի, իմ կոկորտն է ցավում, մի խոսքով մի հատված։ Ծամոնը ունի հիգիենիկ նշանակություն, իմ կոկորտը ցավում է։ Ընկերներ, ճիշտ հասկացեք, ես Միացյալ Նահանգներում եմ իմ կրթությունը ստացել եւ համեմատականները շատ դժվար է անցկացնել Հայաստանի կրթական սիստեմի, Միացյալ Նահանգների, դեպ Միացյալ Նահանգներում դասավանդման process-ի հասցեին շատ մեկնաբանություններ եմ լսել հենց նույն Երևանի գործընկերներիցս, որ գիտենք Ամերիկայի կրթությունը ինչպես է, էս են անում, են անում եւ այլն, բայց այդ բոլոր ընդդիմախոսներին հարց ունեմ տալու
ինչ գիտության, գիտական, կրթական, նոբելյան, հա, ինչ մրցանակակիրներ են Միացյալ Նահանգների դպրոցներով անցածները եւ քանի նմանատիպ պայծառ ճակատ ունենք մեր դպրոցներով անցածների պարագայում, հա, եկեք համեմատական անցկացնենք։ Ընդհանրապես մեր երկրում մանավանդ դպրոցներում տեղի ունեցող process-ը ես դժվարանում եմ կրթություն կոչել, ամենայն հարգանքով իրապես մանկավարժներին, բայց կրթությունը դա միայն դաս տալը չէ։ Համենայն դեպս ինձ սովորեցնում էին ժամանակին, որ կրթությունը սովորեցնելն է, որ հետո տարիներ անցան, մեծ կյանք մտա, նոր հասկացա, թե ինչ իրապես մարգարեական նախադասություն է սա։ Կրթությունը դա սովորելու արվեստն է։ Մաստակով ուսուցչուհին, եթե իհարկե փուչիկ չի անում այդ մաստակով եւ չի ճպճպացնում, կներեք մանրամասնությունների համար, իհարկե մահացու մեղք չէ։ Էլ չեմ ասում, որ այն մարդիկ, ովքեր շատ են խոսում, ինչպեսին օրինակ մանկավարժն է, կամ գուցե բարձր են ավելի խոսում, որ լսարանում լսվի իր ձայնը, ֆարինգիտ են ունենում հաճախ եւ ուստի մաստակը նաեւ ինչ որ առումով կարող է մեղմել կոկորդի ցավը։ Ասեմ ավելին, իմ ուսման տարիներին, կրկին Միացյալ Նահանգների տարիները պետք է հիշեմ, մենք հաճախ էինք մեր ուսուցչուհու հետ ծալապատիկ նստում դասարանի հատակին բարձերի վրա։ Թե էինք ըմպում եւ քննարկում էինք դասը եւ գրքերից որոշակի հատվածներ էինք փնտրում։ Հաճախ նաեւ սնվում էինք ու դա եւս կրթական ձևաչափի մեջ էր։ Նորից եմ ասում, ես ոչ մեկին ոչ պաշտպանելու ցանկություն եմ, ոչ մեղադրելու, բայց ես էլ լավ գիտեմ մեր հասարակությանը, մեր երեխաներին ես բավականին լավ եմ ճանաչում, ասեմ ավելին, ես ծնողներին էլ բավականին լավ գիտեմ։ Մի այս դրվագը լսեք։ Հորս արը բասել ես ասում ես։ Եթե ինքը սուտ խոս, հələ մի րոպե։ Եթե ինքը սուտ խոսացող, սուս մնացեք։ Եթե ինքը ստող դասատուչելներ, նոր չեր ասի, լավ եմ անում, բայց ես ստես բան չեմ ասել։ Դե նա այդ երեխաներին եկել է կրթելու, ուսուցչի մասին է խոսքը։ Պատմություն պիտի սովորեցնի ուսուցչուհին հենց այս երեխաներին, այս բառամթերքով, որոնք պետք է հասկանան ով է հայը, որտեղից է եկել, ուր է պատրաստվում գնալ, որոնք հասել են միջնակարգ դպրոց, միջին դասարաններ ու դեռևս հորս արևով են խոսում ուսուցչուհու ներկայությամբ։ Իմ տարիներին դա գրեթե բացառված էր, կամ գոնե եթե իմ ծնողը լիներ կողքս կանգնած, ինչպես էս կադրում է, ես հաստատ ծնողիս կողմից նկատողություն կստանայի եւ ոչ միայն նկատողություն։ Բայց ինչևէ, տեստես տանը այս երեխաներին, հայրիկը, մայրիկը, տատիկը կամ պապիկը մի կոշտ խոսք, մի սաստող արտահայտություն, ասած թե ոչ, բայց չասեց օրինակ բալես, էս ինչ ձև ես խոսում ուսուցչուհու հետ։ Եվ դա դեռ տեսախցիկի առաջ։ Բարեկամներ, դուք պատկերացնում եք դասի ժամանակ ինչ մթնոլորտ է տեղի ունեցել դասարանում։ Ակամայից ես հիշեցի մի քանի օր առաջ մեր ազգային ժողովի այդ տեսարանները, որոնք ներկայացրեցինք ձեր ուշադրությանը։ Ինչպես ասում են, դե ինչ տեսել են, դա էլ սովորել են։ Ու մի դատապարտող ելույթ չեղավ, մեկը մանկավարժի ինստիտուտը դուրս չեկավ եւ չպաշտպանեց։ Ու այս փողոցային բարքերով մենք գնում ենք դեպի ապագա, Եվրոմիություն, չգիտեմ ինչ, ընդհանրապես պայծառ ապագայից շատ են խոսում, որի գոյության մեջ ես շատ եմ իհարկե կասկածում, բայց այս պարագայում նաև լրագրողների գործառույթը ինձ զարմացրեց։ Լրագրողները, ովքեր պիտի այս ցավոտ հարցի ճիշտ մեկնաբանման առաջամարտիկները լինեին, ամենավատ տեսանկյունից կադրեր էին հրապարակում տխրահրճակ լայքեր հավաքելու հեռանկարով։ Փոխանակ շտկեին իրավիճակը, ավելի էին բորբոքում։ Լրագրողը, եթե իհարկե լրագրող էր, ուսուցչուհուն հարց է տալիս, դուք թրքասեր եք, ու այստեղ բառերը ավարտվում են, ինչ պատասխան պիտի տա մանկավարժը կամ ցանկացած մարդ, եթե իրան տենց հարց տան, ինչ պետք է մեկնաբանես, ինչ էլ ասես օգտագործելու են քո դեմ, ու այսպես շարունակ։ Եվ սա լակմուսային թղթի պես մի բան է, մտորում եմ այս եղելության շուրջ ու եկել եմ եզրակացության։ Ինչպիսին լրագրությունն է, այդպիսին էլ կրթությունն է։ Ինչպիսին կրթությունն է, այդպիսին էլ քաղաքականությունն է։ Ինչպիսին դպրոցն է, այդպիսին էլ ազգային ժողովն է։ Ինչպիսին աշակերտներն են, այդպես էլ պատգամավորներն են։ Ինչպիսին են ծնողները, այդպիսին էլ հենց ժողովուրդն է։ Մտածեք այդ ուղղությամբ։